Կիրակի ժամը 22-ին Սուրանկյան հերթական թողարկմանը դիտեք։ 37 տարի անց կամ 15 քառակուսի մետրանոց տրակներում ապրողների սարսափները, այդպես էլ չվերացած աղետի գոտի հասկացությունն ու պատճառայետևանքային շղթան։ 8 տարվա մեջ չենք տեսել որևիցե շարժ։ Ես կմնամ փողոցը ու ապրելու որովհետեւ չունեմ։ 1 տարվա մեջ ոչ մի բան չեն հասցնելու անեն։ Հա ոչինչ, ինչ ենք, թողներեն նոր ծախվել ենք։ 50 տուն այս կողմ այն կողմ անել, ուրեմն այդ հարցը չի էլ լուծվի։ Թեթև ցնցման դեպքում կարող է բազմաթիվ զոհեր ունենանք։ Ռինովիրուս, բոկավիրուս, ադենովիրուս կամ պից հետո բուտնական օղիով պայքարել այլևս հնարավոր չէ, ինչպես է վիրուսը յուղել ձեռքերը եւ արդյոք ուսումնական հաստատություններում ու պետական կառույցներում ուժեղացված հսկողություն է տարվում։ Տիկին Ավանեսյան, կառավարության ես հիվանդ ես ոնց եք աշխատում։ Առողջապահության նախարարը հայտարարեց, որ կա խնդիր 10 աշակերտից 6-ի վարակման դեպքում դասարանը անցնում է հեռակա ուսուցման։ Ովքեր բուժման կարիք կա կբուժենք, ովքեր առողջ են կպատվաստենք։ այս վիրուսը շատ արագ տարածում է շփման միջոցով։ Անչափահասի ծեծի մասին աղմկարույց տեսանյութի հետքերով կամ ինչ ասել է արժեքների ճգնաժամ, արդյոք կալանքի մեջ գտնվելը կստիպի նրանց գիտակցել ու զղջալ, եւ ինչ է սովորում անչափահասը, երբ տեսնում է ազգային ժողովի падգամավորների ծեծկրտուքը։ Ամեն ինչ կախված է փողոցից, դպրոցից եւ ընտանիքից։ Այն երեխան, որը չգիտի տատիկից չի սովորել բարություն, հարգանք։ Ուղղակի երեխեքի հետ աշխատել ապեր։ Մայրը իր անչափահաս երեխաների հետ առնվազն տրաֆիկինգի զոն։ Ի վերջո դանակահարություն արեց իրեն ճնշում գործադրողի հանդեպ։ Սա մեզանում արկա ագրեսիան է։ Գնացքի մասնակցությամբ հերթական ողբերգությունն ու չամրակապվելու հետևանք տխուր վերջաբանը, ինչու չի արգելակել հսկայական բեռնատարի վարորդը եւ ինչ հանգամանքներում են սատկել ոչխարները։ Արվածել է իրար, լիսանը կռել են։ Կարկուտը ծեծած տեղնացեցում։ Մի հատ ցուցանակ բերել դրեք քաշել հղրա։ Զարմանալի է, հանդիպակաց չէ երթևեկի։ Սրտից կապտած մանկական ձեռքերն ու խորը հուսահատությունը, ինչու են անգամ սրտին խուսափում միացնել էլեկտրական վարարանը եւ ինչ է աղերսում անասնապահ հայրը։ Մի կտոր հող հատկացնի ինձ մնացածը սա աղլնող բաներ է։ Պապաս, որ աշխատում է գոնե ձեռի 1000 դրամով հաց առնում բերում։ 6 երեխաների հետ էլ ամեն ինչն էլ դժվար է։ Չենք պահանջում, որովհետեւ մենք նայում ենք իրան, խղճում ենք։ Հավատում եմ ասում, որ ինչ որ մի դուր կբացի ու մենք տուն կունենանք։ Ցավոտ հարցերի պատասխանները կգտնենք միասին։